բեռնափոխադրողները, որոնք որ բեռնափոխադրում կկատարեն, հենց իրենց մասին չի նշված, բայց աշխարհ ուժը, ով որ Ռուսաստանի Դաշնությունում է, ու 90 օրից ավել գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, դրանից ավել գտնվելու դեպքում պետք է դիմի տարածքային միգրացիոն բաժին, ստանա թույլտվություն 90 օրից ավել գտնվելու համար։ Վարորդները գնում են ոչ թե մենակ Հայաստան-Մոսկվա, Հայաստան-Կրասնոդար ուղղությամբ, ամբողջ Ռուսաստանի տարածքը, չհաշված, որ Ռուսաստանը մեր համար նաև համարում է տարանցիկ երկիր դեպի Կազախստան եւ Բելարուս գնալու համար, չհաշված Ուզբեկստան, Տաջիկստան, Մոնղոլիա, վերջնակետերը միշտ նույն տարածքը չեն։ Այսինքն, եթե օրենքում կա կետ, որ հստակ ինչ-որ միգրացիոն կետ պետք է դիմել, պետք է ուղղակի սկզբանե քննարկել օրենքը, հասկանալ, տեսնել, թե որ միգրացիոն կետերին պիտի դիմել, որ բաժիններ գնան, որտեղ ասեն, որ 90 օրը լրացել է, նշված է օրենքում հստակ, տարածքային միգրացիոն բաժին, ընդհանուր միգրացիոն բաժին Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի հասկացողություն չկա, կա տարածքային միգրացիոն բաժին, ասեք, որ տարածք դիմեին այդ տարածքի միգրացիոն բաժինը, եթե դեռ չի ասվել, հստակացված չի, ուրեմն ոչ մի վարորդ չպիտի իր ֆուրը ենթադրենք բեռնատարը կանգնեցնի որևէ միջազգային տրասայի վրա ու գնա մանգա այդ միգրացիոն կենտրոնը, որտեղ պիտի դիմի, որ իր ժամկետը երկարացնեն։ Եթե այդ կետերը հələ հստակեցված չեն, ուրեմն պայմանավորվածությունը հունվարի 1-ից ձեռք բերված քննության ենթակա էր։ Այս պահին պահանջում ենք մեր կառավարությունից, ինչի մեր նշեմ համել, ինչի չենք գնացել Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կանգնել, որովհետև մենք ոչ մեկս Ռուսաստանից պահանջելու ոչինչ չունենք։ Ունենք կառավարություն, ումից պահանջելու ենք, այդ կառավարությունը թող որոշի, պահանջում է Ռուսաստանից, թե չի պահանջում։ Պետությունից պահանջում ենք գործընթացը ավելի արագացնելու, եթե դեռ չի արագացվում գործընթացը, գոնե կասեցվի հետագա դեպորտների շարքը, մինչև կհասնենք այն կետին, որ այդ դեպորտները պետք է վերացվեն։ Սբերբանկից քարտը բլոկ արեցին, այնտեղ сообщение եկավ, որ գնացեք Սբերբանկ։ Գնացի Սբերբանկ, ասեցի ես ինչի համար է փակած, ասեցին գնացեք ՄՎԴ։ Պետք է գնաք ՄՎԴ, ՄՎԴ-ն ընդդից սպրավկա պետք է տա, որ դու խախտում չունեք, կաք նոր ձեր քարտը ռազմբլոկիրovat։ Գնացինք ՄՎԴ, ընդդեմ մեզ ընդունեցին, պասպորտի տվյալները նայեցին, ասեցին 90 օրն արդեն լրացել է, հաշվեցին, օբշի 119 օր արդեն գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Ու իրանց մոտ էլ ցույց է տալի, որ ես իրանց երկիր մտել եմ որպես վարորդ։ Իրանց երկիր մենք որ մտնում ենք, մեր էմիգրացիոննի կարտոշկա եթե վեկալում ենք, ընդդեմ սերվիզիտը նշվում է կոմերչեսկի։ Իսկ այդ էմիգրացիոննու աշխատողն ասում է, եթե 90 օրից ավել ուզում եք մնալ Ռուսաստանի մեջ, դուք պետք է ունենաք աշխատանքային պայմանագիր։ Բայց քանի որ մենք ընդդեմ չենք աշխատում, մենք իրանց երկրի աշխատող չենք, էմիգրանտ չենք, իրանց ասացի ոնց որ իրանք են ասում, մենք չենք կարող ընդե ոչ մեկ եք աշխատանքային պայմանագիր ունենանք։ Դրա համար մենք պետք է գնանք ընդե ունենանք հասցե, որ գրանցվենք, այդ հասցեից հետո բավականին պրոցեդուրաները բժշկական ցննում անցնենք, հետո այն բիոմետրիկ դաննի անցնենք։ Հիմա այդ սաղ բարդաց ավելի է բարդացվել։ Ավելի է սաղ բարդացել է, բայց իդո դրանից այդքան անելուց հետո էլ մենք չենք կարող ընդե աշխատենք, չի ստացվում, որովհետև հենց այդ մենք սահմանը հետ մտանք Վրաստան, այդ լրիվ ինչ արել ենք, սաղ զրոյանը ման։ Հաջորդ անգամ գնացինք, պետք է այդ սաղ նույն ցուցակը ինչ կա, սաղ տազակ կրկնենք։ Դրա համար էլ մենք միջև էս մեջ դա չի վերաբերվել, հիմա էլ ասում են ձեզ էլ է վերաբերվում, անձամբ ինձ դեպորտ են արել, 5 տարի զապրետ են դրել։ Հիմա տենանք ինչ ալքում։ Չէ, ես ասել եմ դասը։ Շատ կարևոր է, որ մենք տարանջատենք մեր վարորդներին, Ռուսաստանի էմիգրանտներին եւ Ռուսաստանբնակ հայերին։ Պետք է տարբեր լինի օրենքը իրանց համար։ Եթե աշխատանքային վիզա ունեն կամ աշխատանքային պայմանագիր ունեն գնում են Ռուսաստան, դա կարա վերաբերվի իրանց։ Բայց այս մարդիկ, այս մեր վարորդներ ունեն աշխատանքային պայմանագիր մեր հետ, հայկական ֆիրմաների հետ։ Ինքը ունի աշխատանքային պայմանագիր, ինքը ունի պուտյովկա, ինքը ունի կամայվիրովիչնի եւ օտպրիկաս, պրիկաս, որով որ ինքը հատում է սահմանը, մտնում է Ռուսաստան, այսինքն ինքը մտավ, տարավ բեռը դատարկեց, բեռնվեց, հետ եկավ, ինքը չի գնում այնտեղ աշխատելու, այսինքն պետքա չանդրադառնա 90 օրվա օրենքը մեր վարորդների վրա։ Իրանք Հայաստանի աշխատող են, իրանք հարկվում են Հայաստանում։
բնակվում են Հայաստանում, կոլեգաս ինչպես նշեց, չունեն իրանք հասցե Ռուսաստանի տարածքում, որ գնան այդ տարածքային միգրացիոն կենտրոն, այնտեղ դիմեն, որ մենք այստեղ ենք, արդեն լրացել է մեր 90 օրը։ Մեզի ոնց որ ձեր չեն տալել վարորդներին։ Ասենք են գնացող խոպանչիները, ովքեր մնում էին, աշխատում են 4 ամիս, 6 ամիս, 8 ամիս, իրանց էր վերաբերվում։ Մեզ էլ տամոժնի անցակետերում ասում են դուք խնդիր չունեք, վարորդներին չի վերաբերվում։ Մենք հերարխային մտնում դուրս էին գալի։ Իսկ կարող է ուզում են, որ իրանց քաղաքացիները գործով զբաղվեն։ Մեկը ես չեմ թողել։ Չեմ կարող ասեմ ոնց։ Եթե ես իմանամ, որ հանգարց ինձ արգելում են, հա, եւ իրանց քաղաքացիները ռուսական մեքենաները պետք է ներուժեն Հայաստան, ես անձամբ հաստատ խոչընդոտեմ։ Շատ վատ բաներ կանեմ։ Ստացվում է զուտ բլոկադա է արվել Հայաստանի, սենց ենք հասկանում, որ բլոկադա է բոլոր կողմերից, ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլ նաև Վրաստանի կողմից։ Ստեղից չեն թողնում գնանք, ընդեղից էլ դեպորտ են անում, ասում են էլ մի արի։ Դեսո ժամը 5-ը տղեկ։ Սայթերին հետևեք ախպեր, քցեն տղեկ։ Մենք եթե մինչև ժամը 5-ը պատասխան չտվեցին, լրիվ կատվածա հանենք անում Հայաստանի Հանրապետությունը։ Լրիվ տամոժնաները փակում ենք, Երևան քաղաքը փակում ենք մեր բեռնատարներով։ Էդա, եթե իրանց էլ ես առաջարկեցի, դուք չեք կարող այս հարցին լուծեք։ Միակ լուծումը, որ միջազգային Ռուսաստան, Բելարուսիա, Ղազախստան տեսնեն, որ ճանապարհները փակ են, հայերը բունտ են անում, հայերը կանգնել են ճանապարհներին, ասում են, եթե հայը չի աշխատելու, ոչ ռուսն աշխատելու, ոչ բելարուսն աշխատելու, ոչ կիրգիզը, ոչ թուրքը։ Կարելի է ուղղակի օրենքում փոփոխություններ առաջարկել, պահանջել, ինչու՞ չէ, որովհետև մենք ԵԱՀԿ անդամ ենք, ԵԱՀԿ անդամ երկիր ենք, ունենք ինչ-որ իրավունքներ ու պահանջներ կարող ենք ներկայացնել։ Հայաստանը մեծ առումով ամենավատ տարածաշրջանային գոտում է գտնվում, մենք մի հատ ելքում մուտքում ենք, այսինքն մեզ պետք է տրվեն այդ առավելությունները, չի տրվում այդ առավելությունները, ես այս դեպքում արդեն մեր վարորդների հետ էլ կհամաձայնվեմ, որ միակ տարբերակը լինելու է ուժային, հա, այս դեպքում ուժային է կոչվելու։ Մեզի ուզում են շարքից անեն, վրացիներն ու ռուսները ուզում են շարքից անեն, որ իրանց բեռնափոխադրողները աշխատեն, շուշուտ էթան գան։ Հայերն էլ թողեթան քննեն իրանց տները, բայց այդպես բան չի ունի։ Մինչև ժամը 5-ը մեզի չպատասխանեցին, լրիվ տղեկը կայնացեն։ Սա հացի խնդիր ունեն։ Լրիվ բանկերու տակ տոկոսների տակ ջռում են։ Փակում ենք մենք ճամպեկը։ Ո ոնց ուզում է թող մտածի։ Մենք կփակենք, թեկուզ էտանք դատվենք էլ, ինչ է լինի, մենք փակում ենք ժամը 9-ին վաղը տղեկ։ Փակում ենք ճամպեկը, բոլորդ իմացեք, եթե այսօր չպատասխանեն, ինձի թվում է, որ չեն պատասխանի, որովհետև ստե մենակ ընդդիմադիր լրատվամիջոցներն են, իշխանական ոչ մի բան ոնց որ չեմ տեսնում ստե, 100%։ Չէ, չեմ տեսնում, մեր ձենը ոչ մեկ չի լսելու ստե, այս երկրում մեր ձենը չի լսում, բայց այստեղ այնպես տղեկ են կայնած, որոնք սաղ ուշադիր լսելու են իրանց։ Լրիվ լսելու են ու պահանջները կատարեն, որը 40 տոնիկ ավտոյի շոֆերներ են, 40 տոննան կայնը չի բերելու էվակուատորը բռնի տանի, կթողենք, կվառենք, թողենք կետանք, ոչ մեզի, ոչ էլ իրանց, մինչև ժամը 5-ը, եթե չեղավ ժամը 9-ին լրիվ ճամպեկը փակում ենք, ոչ մի տամոժնի չի աշխատել, ոչ վրացին է գալուց է, ոչ թուրքը, ոչ էլ ռուսը, վсё։